Մեզ համար առաջնայինը կայուն եւ անվտանգ վերահսկողական միջավայր ստեղծելն է, ոչ թե ստուգել ու գումար հավաքելը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով կառույցի տարվա հիմնական արդյունքները։ Պետրոսյանը շեշտեց, որ 2025 թվականին տեսչական մարմնի գործունեության առանցքում եղել են սննդամթերքի անվտանգության ապահովումը, հանրային առողջության պաշտպանությունն ու վերահսկողության արդյունավետության բարձրացումը։ Տարվա ընթացքում իրականացվել են պլանային եւ ոչ պլանային ստուգումներ, դիտարկումներ, մշտադիտարկումներ, մոնիթորինգային եւ կանխարգելիչ միջոցառումներ, ընդգրկելով սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն, բուսասանիտարիա եւ սահմանային վերահսկողության ոլորտները։ 2025 թվականի տեսչական մարմնի կողմից իրականացվել է ընդհանուր առմամբ 7569 վերահսկողական միջոցառում, պլանային եւ ոչ պլանային ստուգումներ, դիտարկում եւ մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում, վերահսկողության միջոցառումների թիվը աճել է եւ այդ աճի հիմնական մասը բաժին է ընկնում մշտադիտարկումների։ Տեսչական մարմնի տվյալներով առավել հաճախ արձանագրված խախտումները կրել են կրկնվող եւ համակարգային բնույթ, ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի իրացում, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառք, պահման պայմանների խախտում, սանիտարահիգիենիկ նորմերի եւ անձնական հիգիենայի պահանջների չպահպանում, նաեւ աշխատակիցների բժշկական զննության բացակայություն։ 2025 թվականին իրականացվել է նաեւ 886 դիտարկում, որոնցից ավելի քան կեսի դեպքում արձանագրվել են անհամապատասխանություններ, հիմնականում սննդամթերքի եւ պեստիցիդների մասով։ Առավել շատ խախտումներ հայտնաբերվել են հացի, կատնամթերքի եւ մսամթերքի ոլորտներում։ 2025 թվականին սննդամթերքի մասով իրականացվել է 673 դիտարկում, 517-ի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, մասնավորապես տեղ բացված կկա, հացի դիտարկման դեպքերում 413 դիտարկում է իրականացվել, 257-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, պաղպաղակի 16 դիտարկում 11-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, կատնամթերք 219 դիտարկումից 80 խախտում, մսամթերքի 20-ից 8 խախտում, ունեցել ենք 1 ջրի դիտարկում խախտում չի հայտնաբերվել, 2 ալկոհոլային խմիչքի վերաբերյալ դիտարկում եւս խախտումներ չեն հայտնաբերվել, 2 տնտեսվարողի մոտ դիտարկում է իրականացվել եւ 2-ի մոտ էլ հայտնաբերվել է ժամկետնանց սննդամթերք։ Արագ արձագանքման 43 դիտարկումից 13-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների մասով իրականացվել է 170 դիտարկում, հայտնաբերվել է 10 խախտում։ Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում իրականացվել է 5301 ստուգում, 314 տնտեսվարողի մոտ արձանագրվել են խախտումներ, մսի իրացման կետերում կատարված 4519 մշտադիտարկման արդյունքում գրեթե 8 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս առգրավվել եւ ոչնչացվել է։ 2025 թվականին իրականացվել է խոշոր եղջերավոր կենդանիների արտահանում 6403 գլուխ, ներմուծում է իրականացվել 12407 գլուխ։ Մանր եղջերավորների դեպքում տեսնում ենք ունենք հակառակ պատկերը, 96955 արտահանվել է, ներմուծվել է ընդամենը 3754։ Բոլոր կենդանիները անցել են օրենսդրությամբ սահմանված կարանտինացման բոլոր փուլերը։ Տեսչական մարմինը հայտնում է նաև, որ 2025 թվականին կայացվել է արտադրական գործունեության կասեցման 200 որոշում, որոնցից 131-ի դեպքում խախտումները վերացվել են։ Տարվա ընթացքում նշանակվել է 1455 վարչական տուգանք, ընդհանուր առմամբ ավելի քան 339 միլիոն դրամի չափով, որոնցից շուրջ 270 միլիոնն արդեն գանձվել է։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հանրային հաստատություններին, դպրոցներին, մանկապարտեզներին, ծերանոցներին եւ կալանավայրերին։ Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծեց նաև թվայնացման ուղղությամբ իրականացված քայլերը, նշելով, որ ստուգումների մի մասն արդեն իրականացվում է պլանշետներով, իսկ բոլոր տվյալները մուտքագրվում են միասնական էլեկտրոնային համակարգ։ Սա թույլ է տալիս վերահսկողության գործընթացը դարձնել ավելի արագ, թափանցիկ եւ վերահսկելի։ 2025 թվականին շարունակվել են նաև սահմանային վերահսկողության միջոցառումները, առգրավվել է 54 խմբականակի ներմուծում, իսկ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել ավելի քան 9200 նմուշ։ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք տեսնում ենք ունեցել ենք 31000 տոննա փաստացի մսի մորթ, որը որ թեև պակասել էին սպանդանոցների քանակը, բայց նախորդ տարիների համեմատ
ունենք մեծ աճ։ Պետրոսյանն ընդգծեց, որ 2026 թվականին տեսչական մարմինը կշարունակի խիստ վերահսկողությունը հատկապես սպանդանոցների մսի իրացման կետերի, պեստիցիդների շրջանառության եւ հանրային սննդի ոլորտում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը վստահեցրեց, որ վերահսկողության գործընթացների թվայնացումն ու սահմանային վերահսկողության ուժեղացումը միտված են ոչ միայն ներքին շուկայի պաշտպանությանը, այլև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային շուկայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։